Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում քաղաքական խաչմերուկն է, այսօր հունվարի 2-ն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորին, ովքեր որ դիտում են մեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Հրաշալի օրեր են, որոշել էի այս օրերին չանցկացնել հաղորդում, բայց հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում եւ փորձում ենք ժամանակ գտնել ինչպես հյուր ընդունելու, այնպես էլ հյուր գնալու եւ դրա հետ մեկտեղ նաեւ հաղորդում անելու։ Հետաքրքիր իրադարձություններ են, ինչպես արդեն նշեցի, ծավալվում Իրանում եւ այսօրվա թեման հիմնականում վերաբերվում է Իրանին, բայց Հայաստանի շուրջ էլ հետաքրքիր հայտարարություններ են հնչել Ամանորի ֆոնին իհարկե։ Նախ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, իր ուղերձում նշեց, որ 25 թվականը փաստացի խաղաղության տարի էր եւ երկար տասնամյակներից հետո, երբ որ ունեինք սահմանին զոհեր եւ վիրավորներ, ամբողջ կլոր տարվա ընթացքում 25 թվականին Հայաստանում ոչ մի զոհ կամ վիրավորում չի գրանցվել սահմանի վրա, ինչը բնականաբար շատ կարևոր է եւ ուրախացնող է։ Ալիևն էլ ելույթով է հանդես եկել, ասելով, որ Վաշինգտոնյան փաստաթուղթը շատ կարևոր փաստաթուղթ էր խաղաղության համար, ամբողջ հարավային Կովկասում հաստատված խաղաղության համար, ամբողջ տարածաշրջանի համար։ Նա կրկին հիշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, որ նրա մասնակցությամբ է կնքվել այդ փաստաթուղթը, ու Ալիևի խոսքերով այդ փաստաթղթի շնորհիվ առճակատումից կոնֆլիկտից կարելի է անցնել արդեն համագործակցության։ Նման ոճով է արտահայտվել նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիհմետ Հաջիևը, նա էլ ասել է, որ մենք հիմա ոչ միայն Հայաստանի իշխանությունների հետ ենք կառուցում խաղաղություն, այլ նաև Հայաստանի ժողովրդի եւ Բաքուն հետեւողականորեն պետք է շարունակի ամրապնդել տնտեսական կապերը նաև Հայաստանի հետ։ Դրական հայտարարություններ, ինչ խոսք դրական հայտարարություններին եւ դրականին պետք է ասել, որ դրական է, բայց միշտ էլ մենք պետք է հասկանանք, որ զգուշությունը չափազանց կարևոր է մեզ համար, մեր հասարակության համար, մենք լավ ենք ճանաչում ադրբեջանցիներին, դրա համար իրենք շատ մեծ իրոք աշխատանք ունեն, նույն Հաջիևը լինի, Ալիևը լինի, շատ մեծ աշխատանք ունեն կատարելու, որոնք որ բնականաբար իրենց կողմից շատ արագ չի ստացվի կատարել, շատ երկար տարիներով պետք է այնպիսի աշխատանք տանեն, որ մի փոքր վստահություն ավելանա հայ ժողովրդի մոտ Ադրբեջանի նկատմամբ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, խոսենք նրանից, թե ինչ է տեղի ունենում Իրանում։ 2025 թվականի ավարտին մենք լսեցինք այն մասին, որ Իրանում հակակառավարական բավականին լուրջ ցույցեր են մեկնարկել, գիտեք այդ մասին, հիմնականում տնտեսական ճգնաժամի պատճառով իրենց դրամը արժեզրկում ապրեց, մարդիկ սկսեցին լուրջ խնայումներ, առանց այն էլ բավականին դժվար տնտեսական ճգնաժամ է Իրանում, հիմա էլ ավելի խորացավ ճգնաժամը եւ դա դուրս բերեց հազարավոր մարդկանց, այսօրվա դրությամբ 37 քաղաքներում Իրանի ցույցեր են տեղի ունենում հակակառավարական, այդ ֆոնին նաեւ կան արդեն հրաժարականներ, բայց դա չի ամենակարևորը այն է, որ Իրանի իշխանությունները սկսեցին արդեն ուժ կիրառել եւ շատ կոպիտ ուժ են սկսել կիրառել ցուցարարների նկատմամբ, նույնիսկ ասեմ ավելին, տեղեկություն կային, նույնիսկ երեք մենք ստացանք տեղեկությունները առաջին, որ Իրանի իշխանությունները սկսեցին կրակել խաղաղ ցուցարարների վրա, ինչի արդյունքում նախնական 7 զոհեր, հետո այդ զոհերի թիվը ավելացավ, արդեն 1 տասնյակից ավել զոհեր կան Իրանում, կրկնեմ, նախնական տվյալներով Իրանը արդեն արգելեց ինտերնետը իր տարածքում եւ բավականին մեծ խնդիրներ կա ինտերնետի հետ կապված, այսինքն կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, 1 տասնյակից ավել է, դա փաստ է եւ անկարգությունները շարունակվում են, ոչինչ չեն կարող անել իշխանությունները, որպեսզի կարողանան վերջնական ճնշել այդ ցույցերը։ Ու հետաքրքիր այն է, որ 48 ժամվա ընթացքում Ռուսաստանի կողմից ռուսական Il-76 ինքնաթիռները բազմաթիվ վայրէջքներ են կատարել Իրանում, ինչ որ բաներ են շատ արագ ռուսները տեղափոխում Իրան, ոչ ոք չգիտի թե ինչի մասին է խոսքը, բայց հստակ նկատվում է, որ շտապ ինչ որ գործողություններ է Ռուսաստանը սկսել իրականացնել Իրանում։ Ու ահա տեղի ունեցածի ֆոնին, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղեկացան, որ մարդկային զոհեր կան Իրանում բազմաթիվ,
հայտարարությամբ հանդես եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ու նա հստակ ասում է, որ եթե Իրանը կրկին շարունակի կրակ բացել խաղաղ ցուցարարների նկատմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգան նրանց օգնության, ցուցարարների մասին է խոսքը, ասում է, որ մենք զինված ենք եւ պատրաստ ենք գործելու, եւ հստակ, շատ հստակ ասում է, որ մենք կարող է գործի անցնենք։ Այսինքն փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ասում է, որ եթե դուք շարունակեք կրակել եւ սպանել խաղաղ ցուցարարներին, կարող է մենք խառնվենք եւ հարված հասցնենք Իրանին, խառնվենք եւ հարված հասցնենք ձեր այաթոլլաների ռեժիմին։ Ես կարծում եմ նույն ողջավորությունը կա նաեւ Իսրայելում, Իսրայելը նույնպես ձգտում է տապալել այաթոլլաների ռեժիմը, ես նույնիսկ պատկերացնում եմ, որ ինչ որ ձևով Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կապ ունեն այդ հակակառավարական ցույցերի հետ, եւ հետաքրքիրը այն է, որ Իրանում էլ շատ լավ հասկանում են Իրանի իշխանությունները, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ հնարավորություններ ունեն, Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտումը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել եւ ամբողջ տարածաշրջանը կարող է ապակայունացնել, ու նա հիշեցրել է, թե ինչ տեղի ունեցավ Իրաքում, Ղազայում, Սիրիայում։ Իհարկե մեզ էլ սիրելի հայրենակիցներ, եթե անկեղծ լինեմ, ձեռնտու չէ, որ Իրանը կրկնի Սիրիայի ճակատագիրը կամ Իրաքի ճակատագիրը, բայց նույն ժամանակ մեզ շատ ձեռնտու է, որ այաթոլլաների ռեժիմը վերանա։ Այաթոլլաների ռեժիմը լուրջ խոչընդոտ է մեզ համար տարածաշրջանում։ Ես գիտեմ, որ Հայաստանում շատերը չեն կարող սրա մասին խոսել, ոչ փորձագետները կարող են խոսել, ոչ իշխանության ներկայացուցիչները, ընդդիմությունը ընդհանրապես չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ իրենց ձեռնտու է այաթոլլաների ռեժիմը, չէ՞ որ այաթոլլաների ռեժիմը լավ դաշնակից է Ռուսաստանի Դաշնությանը, այնպես որ Հայաստանում չկա այս թեմայից խոսող, բայց ես հիմնվելով մեր ազգային ու պետական շահերի վրա պետք է ասեմ, որ իրոք մեծ ձեռնտու է, որպեսզի այաթոլլաների ռեժիմը տապալվի, բայց ոչ այնպես տապալվի, ինչպես տապալվեցին Իրաքում եւ Սիրիայում ռեժիմները։ Եթե նման տապալում է սպասում այաթոլլաների ռեժիմին Իրանում, բնականաբար մեզ պետք չի նման տապալում, բայց նաեւ փաստը այն է, որ մենք որևիցե ազդեցություն չենք կարող ունենալ այդ գործողությունների վրա, ընդհանրապես պետք է հուսանք եւ սպասենք, որ ամեն ինչ կավարտվի այն ձև, ինչպես որ ամեն ինչ կբխի մեր ազգային ու պետական շահերից։ Կրկնեմ, շատ լավ կլինի, որ այաթոլլաների ռեժիմը հեռանա, Իրանը դառնա վստահելի գործընկեր Արևմուտքի համար եւ նույն ժամանակ Իրանը չբաժանվի մասերի, չմասնատվի եւ քաղաքացիական պատերազմ չբռնկի Իրանում։ Բայց ես ինչպես արդեն նշեցի, իմ պատկերացմամբ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են գործել եւ շատ կարեւոր գործընթացներ են հիմա տեղի ունենում Իրանում, դրա համար չափազանց զգուշ պետք է լինել։ Հիշեցնեմ արդեն կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ, 36 քաղաքներում հակակառավարական շատ լուրջ ցույցեր են, այսպիսի ցույցեր Իրանը չէր տեսել իսլամական հեղափոխությունից հետո, եւ այդ ամենը մեզ հուշում է, որ դժվար թե շատ արագ Իրանում ցույցերը ավարտվեն։ Չենք կարող հստակ կանխատեսել ինչ կլինի, բայց կրկին փաստեմ, որ բավականին լուրջ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում Իրանում։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, մի քանի խոսքով անդրադառնամ, հետաքրքիր տենդենս ենք նկատում։ Երեք Ռուսաստանը ամսի 1-ին, հունվարի 1-ին նոր տարվա օրը հայտարարեց, որ Ուկրաինան Խերսոնում անօդաչու թռչող սարքերով հարվածել է բազմաթիվ մարդիկ են զոհվել այդ հարվածների ընթացքում, մոտ 3 տասնյակ մարդկային զոհերի մասին է խոսում Ռուսաստանի Դաշնությունը։ Ես անկեղծ լինեմ, վաղուց չեմ հիշում, որ Ռուսաստանի Դաշնությունը խոսեր նման զոհերի մասին, իրենք եթե մի բաներ լինում էր, փորձում էին թաքցնել, իսկ հիմա փորձում են շատ վառ գույներով ներկայացնել ամեն ինչ, նույնիսկ հնարավոր է, որ նման բան ընդհանրապես տեղի չի ունեցել, բայց Ռուսաստանի Դաշնությանը հիմա ձեռնտու է նման ձևով ներկայացնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիշում ենք նաև Ռուսաստանի Դաշնությունը, ավելի ճիշտ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո ասում էր, որ Զելենսկին հրաման է արձակել Վալդայում Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրի վրա հարձակում նախաձեռնել եւ անօդաչու թռչող սարքեր բազմաթիվ հարձակում են գործել
բայց քանի որ իրենց հակաօդային պաշտպանությունը լավ է գործել, ոչ մի արդյունքի չի հասել Ուկրաինան, այսինքն իբր նման բան է տեղի ունեցել, ճիշտ է Ուկրաինան հերքում է, Զելենսկին հերքում է, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Պուտինի հետ հավատացել էր, մեծ ափսոսանք էր հայտնել, բայց հիմա արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը հստակ ասում է, որ նման բան տեղի չի ունեցել, ուկրաինական դրոնները չեն հարձակվել, հաստատի չեն հարձակվել Վալդայում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա։ Դա սուտ է եւ կեղծիք է, եւ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ անում է այդ ամենը նրա համար, որպիսի այդ վերջնական փուլ մտած բանակցություններից խուսափի եւ հրաժարվի ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Եվրոպայի կողմից մշակված այդ փաստաթուղթը, որին որ նաեւ ռուսներն էին ի սկզբանե մասնակցում։ Դրա համար այդպիսի հայտարարություններ են հիմա տարածում ռուսները եւ ասում են, որ նաեւ խաղաղ բնակչությանն է թիրախավորում Ուկրաինան։ Եվ այստեղից մենք հստակ կարող ենք կանխատեսել, որ կարող է հետաքրքիր իրադարձություններ ծավալվեն ռուս-ուկրաինական պատերազմում։ Կարծես թե Թրամփն էլ գլխու ընկավ ամեն ինչ, նա արդեն իսկ դիմել է Վլադիմիրին, բայց պարզ չի, որ Վլադիմիրին, կարծում եմ Պուտինին, որպեսզի այս դաժան պատերազմի վերջը տրվի։ Ահա այսքան, սիրելի հայրենակիցներ, այսօրվա համար կրկին ուզում եմ շնորհավորել բոլորի ամանորը եւ Սուրբ Ծնունդը, աջակցություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։